Սա էր երկրորդ հարցը եւ երրորդը, որին ուզում եմ անդրադառնամ, դա շատ հայտնի էլի բոլորի շատ հայտնի կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն են։ Այստեղ մենք հետո ինձ ասացին ներողություն, որ որոշակի օր խնդիրը լուծվել է, թողել են որոշ մեքենաներ։ Այո, որոշ մեքենաներ թողնվել են, բայց ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ խնդիրը լուծված չէ, որտեղ խնդիրի լուծում դա նշանակում է ինստիտուցիոնալ նախ հասկանանք, թե ինչն է պատճառը, այս պայծրությամբ դեռևս հանդիպել եք, բանակցել եք, շատ լավ, լուծել եք խնդիրը, չէ, ես ասել եմ հանդիպել եմ, բանակցել եմ, խնդիրը դեռևս լուծված չէ։ Ես ազգային ժողովում այնքանով, ինչքանով, որ ասեցի, էլի մի քանի մեքենա այս պարագայում էր, բայց մենք շարունակում ենք խնդիրը ոչ ամբողջական մնալ լուծված։ Եվ այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են եւ փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել եւ ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, թերևս նորից ես այս անգամ կայցելեմ Վրաստանի Հանրապետություն եւս մեկ անգամ հարցերը արդեն տեղում լուծելու հասկանալու համար։ Մի բան ճշտեմ։ Նախ ասում դժգոհում են, ասում կառավարությունը անզոր է, չի կարողանում լուծել, ունակություն ունի կամ գործիքական չի կարողանում հարաբերվել մեր հարևան եւ բարեկամ վրացիների հետ։ Երկրորդ վարկած կա նաեւ այս ֆոնին, որ հնարավոր է կառավարությունը նախարարությունը ինքն է նաեւ ուղղորդել կամ համաձայնեցված եղել այդ օրվա ակցիան, որովհետեւ դուք չեք կարողացել լուծել այդ կոնյակագործներին կրթել եք կամ համոզել եք, որ իրենք դուրս գան Վրաստանի դեսպանատան դիմաց միտինգ անեն, որ գուցե այսպիսով սալի տեղի շարժվի։ Երկու հարցերի պատասխանն էլ ոչ է։ Պարոն Պապոյան, երեք ասել եք, գրավում եք այլ ԱԺ-ում մի պիժոն գյատա, ում ալբանացի հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել, երեք չափ մեծ